ինքը թվաբանությունը շատ հեռու է եւ չի տիրապետում, թե ինչ ցավալի արտահանումներ են գնում Ռուսաստան։ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի ոչ միայն թվաբանական գիտելիքները կասկածի տակ դրեց, երբ նոյեմբերյանում լրագրողները Հայաստանի երկրորդ նախագահից ռուս-հայկական խորացող լարվածությունից հարցրին։ Քոչարյանի պնդմամբ Հայաստանը ոչ այդ փողն ունի, ոչ էլ հնարավորություն փոխհատուցելու գյուղացիների կրած վնասները։ Իշխանությունների գյուղմթերքը ԵՏՄ շուկայի փոխարեն դեպի Եվրոպա արտահանելու մասին հայտարարությանն էլ Քոչարյանը քմծիծաղով արձագանքեց։ Եվրոպացի ֆերմերները ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը այսպես մուտք գործի այդ շուկան։ Սպանում են Հայաստանի գյուղատնտեսությունը ենթադրաբար թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով։ Հայաստանյան խորհրդանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքը իր շուկա, պատճառաբանելով, թե խախտումներ են հայտնաբերել։ Քոչարյանի հետ զրույցում լրագրողները հայտնեցին, որ երեկ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ընդգծել իր բարեկամական կապը Պուտինի հետ։ Հիշեցրեցին վարչապետի խոսքերը, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում։ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես հորդորեց Փաշինյանին։ Բոլորս պետք է ուղղակի դիմենք, խնդրենք Փաշինյանին, ոչ մեկի հետ հեռախոսով չխոսա։ Իշխանությունը իդեպ հենց Քոչարյանին է մեղադրում, որ իր կառավարման օրոք է Հայաստանը չափազանց մեծ տնտեսական կախվածության մեջ ընկել Ռուսաստանից։ Հիշեցնում է նաև Գույք պարտքի դիմաց ծրագիրը, որի արդյունքում Հայաստանի մի շարք ռազմավարական ձեռնարկություններ անցան ռուսական վերահսկողության տակ։ Քարոզարշավի ողջ ընթացքում Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր վարած քաղաքականությունը ճիշտ է եղել։ Գործող իշխանություններին մեղադրում Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Հայտարարում Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դեմ է Հայաստանի տնտեսական շահերին։ Երկրի տնտեսական քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականությունը չի կարող sense տարբեր ուղղություններով գնալ։ Հայտնվելու է շպագատի մեջ, իսկ շպագատը մի քիչ վտանգավոր է, հատկապես եթե վարժված չես, այսպես ասենք։ Արդեն դահլիճում տավուշցիների հետ զրույցում Քոչարյանն ու իր թիմակիցները նորից կրկնեցին. անվտանգությունը համար մեկ թեման է, լինի քաղաքական թե տնտեսական։ Իր ելույթում Հայաստան Դաշնքի падգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխանությունը փորձում է ամեն գնով սահմանափակել իրենց գործունեությունը։ Հայտարարեց, որ խուզարկել են Դաշնքի աշտարակի նախընտրական շտաբերը եւ ազգային ժողովի падգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը։ Իրավապահները առայժմ տեղեկություն չեն հայտնել, ինչի համար են խուզարկել շտաբերն ու падգամավորի բնակարանը։ Ավելի վաղ քրեական գործեր հարուցվել Դաշնքի Սպիտակի գրասենյակի ներկայացուցիչների դեմ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Սրանով որևէ հաջողության չեն հասնել։ Այսօր նոյեմբերյանում դահլիճից հարց հնչեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։ Ինչպես է Քոչարյանը նրանց հետ բերելու։ Հնարավորություն կա, կարճ արձագանքեց երկրորդ նախագահը, կարծիք հայտնելով, թե ներկայիս իշխանությունը պարզապես այդ հարցով չի զբաղվում։ Իշխանությունները մինչդեռ վստահեցնում են, որ ամեն օր աշխատում են գերիներին ետ բերելու ուղղությամբ։ Իրենց պետք չի, որ Ռուբեն Վարդանյանը գա ստեղ։ Իրենց պետք չի, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը գան լինեն Հայաստանում։ Իրենք հասկանում են, որ Ռուբեն Վարդանյանը հեղինակություն ունի, խոսքը արժեք ունի եւ կարող է ինչ որտեղ կողքի չմնա, այսպես ասենք, process-ներից։ Մարզից մարզ շրջող եւ հիմնականում դահլիճներում ելույթ ունեցող Քոչարյանը նաև ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում ընտանեկան պատմություններով է կիսվում։ Օրինակ, երեք հայր ու որդի մտերմիկ զրույցի էին բռնվել։ Բազմոցին, սուրճ ըմպելով, նախ սկսեցին հայոց լեզվի նրբություններից։ Ռոպե, ոչ թե ռոպե։ Կես ժամ տևած զրույցում կրտսեր Քոչարյանը ավագից փորձում էր պարզել, կա մի բան, որի համար զղջում է, սխալներ, որոնք այսօր գիտակցում է։ Հոկտեմբերի 27-ի թեման էլ նուրբ շոշափվեց։ Ղարաբաղցի հայաստանցի խոսույթին անդրադարձան, ուժերով չափվեցին, ով է արագ լողում, ով 150 կիլոգրամ հրում անում։ Զրույցը հասավ մինչև արհեստական բանականություն եւ ամփոփվեց Ալբանիայում։ Ալբանիայում կարծեմ նախարարություն կա, չէ՞, բանի, արհեստական բանականությամբ նախարար են բանարել նշանակել։ Այդ չգիտեմ, Ալբանիայում։ Ալբանիայի բառը մի քիչ վատ ընկալում է։